Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Այսօր միասին կհասկանանք, թե ինչպես է անհրաժեշտ իրականում վերլուծել թեկնածուներին, ոչ թե ըստ տպավորության, այլ ըստ բովանդակության։ Սկսենք մի պարզ, բայց հաճախ անտեսվող ճշմարտությունից։ Յուրաքանչյուր թեկնածու ունի իր տեսլականը եւ ռազմավարությունը։ Խնդիրն այն չէ, որ դրանք միշտ կատարյալ են։ Խնդիրն այն է, որ շատերը չեն էլ կարդում դրանք։ Մենք հաճախ ընտրում ենք ծանոթ անունով, լսած խոսքով, նախկին փորձով կամ ընդհանուր տպավորությամբ, բայց իրական ընտրությունը սկսվում է այնտեղ, որտեղ դու բացում ես թեկնածուի ծրագիրը եւ հարց տալիս. ինչ է իրականում առաջարկվում։ Մոտավորապես ծանոթ լինելը ինֆորմացիա չէ։ Հաճախ մենք վստահում ենք մարդկանց պարզապես, որովհետև ճանաչում ենք նրանց, կամ լսել ենք նրանց մասին, բայց ընտրությունը հարաբերություն չէ, դա որոշում է, որը ազդում է իրականության վրա։ Այդ դեպքում ինչին ուշադրություն դարձնել։ Առաջինը, արդյոք դու ծանոթացել ես բոլոր թեկնածուների ռազմավարություններին։ Եթե դու կարդացել ես միայն 1 կամ 2 ծրագիր, դու արդեն գտնվում ես սահմանափակ դաշտում։ Իսկ եթե ուզում ես իրական ընտրություն անել, պետք է համեմատել, առանց բացառությունների։ Եթե դու չես կարդացել թեկնածուի ծրագիրը, դու իրականում չգիտես ինչ ես ընտրում։ Դու ընտրում ես պատկեր, ոչ թե բովանդակություն։ Ինչպես մոտենալ այս գործընթացին։ Վերցնել թեկնածուների ծրագրերը, կարդալ առանց նախնական կողմնակալության, նայել տարբերություններին, ոչ միայն նմանություններին, հարց տալ, ո՞րն է ավելի իրատեսական, ոչ թե ո՞րն է ավելի հաճելի հնչում։ Ու մի կարևոր բան, մի վախեցիր փոխել կարծիքդ կարդալուց հետո։ Դա նշանակում է, որ դու մտածում ես։ Վերջում հիշիր, ընտրությունը այն պահն է, երբ դու որոշում ես, ինչ գաղափարներ եւ ինչ մոտեցումներ պետք է ձևավորեն քո ապագան։ Քո ձայնը քո ազդեցությունն է, եւ եթե դու ծանոթ ես բոլոր տարբերակներին, ոչ թե միայն ծանոթ մարդկանց, ապա այդ ընտրությունը արդեն իրապես քոնն է։ Ես Փիսոն եմ ու հիշել, ընտրությունը պիտի լինի գիտակցված։